Այն գործընթացը, որը ձեռնամուխ է եղել վարչապետը, ես կարծում եմ, սա փափուկ ուժի կիրառում է։ Երկրի իշխանությունը փորձում են եկեղեցու այդ խնդիրը լուծել փափուկ ուժի միջոցով։ Այդ անընդհատ տենց բաներ են, չէ՞, հնչում այդ բանից։ Եկեղեցու պաշտպանների կողմից կգնան, ժողովրդով կգան, եկեղեցու վրա կհարձակվեն, կգրոհեն, իրենք դա են ուզում։ Իրենք դա իրենց ուզածն է, որպեսզի բախումներ լինեն, արյուն թափվի, որպեսզի իշխանությանը մեղադրեն, որ իշխանությունը ավտորիտար է, բռնակալ է եւ այլն եւ այլն եւ այլն, բայց ոչ, դրա կարիքը չկա։ Ցավոք սրտի եկեղեցին դարձել է այն ինստիտուտը եւ այդ հոգեվոր հոր ելույթը Գյումրիում դրա վառ արտացոլումներ, որը ներսից փտել է։ Եվ մենք կարող ենք ֆիքսել, որ սա այլևս վերածվել է։ Կներեք, ես ավարտեմ, ինքը փտել է, շատ թույլ է, հետեւաբար շատ քայքայված է եւ կարող է ցանկացած պահի փլուզվել։ Սա լավ կյանքից չի, ունենք ինչ ունենք։ Եվ ես կարծում եմ, որ փափուկ ուժի վրա խաղադրույքը, որը վարչապետ Փաշինյանը արել է, այս առումով շատ ճիշտ է։